Սես, ես կշարունակեմ նախորդ տեսանյութի հետ միասին և կասեմ, որ հիմա շատ կան մարդիկ, որոնք չեն ապրում հոգևոր կյանքով, բայց քարոզում են Աստծո խոսքը իշա իրենց, այսինքն ֆինանսական շահ ունենալու նպատակով և սիրելիներ, սա մեծ սատանայական նպատակն է, որպեսզի ձեր մեջ սերմանի նյութական շահ, ոչ թե հոգևոր շահ, որովհետև նյութական չի հետապնդում Աստված ձեր մեջ, ոչ էլ նա պահանջում է, որ դուք անեք դա, սիրելիներ, հակառակը, Աստծո խոսքը չի վաճառվում, բայց եթե դուք անում եք մաքուր սրտով և փրկվել եք և զգում եք, որ Աստված ձեր հետ է և դուք լույս եք համարվում, սերմնացանի առակի պես, բարար փողի մեջ ընկած ցորենի հատիկի պես, դուք էլ քարոզեք ոչ թե ձեր շահի համար, ֆինանսների համար, այո, եթե կարող եք TikTok-ով կամ ուրիշ սոցկայքերի միջոցով փող վաստակել, բաժանորդների աջակցությունների հետ կապված զոհաբերությունների ելնելով, կարող եք դա օգտագործել բարի նպատակով Աստծո նպատակի համար, այսինքն անապահով մարդկանց օգնելու համար, ծերանոցներ, մանկատուն, ընտանիքներ անապահով, անօթև անսիրելիները, շատ մարդիկ կան, որ հիմա օգնության կարիք ունեն, հատկապես Աֆրիկայում, Ուգանդայում երեխաներ կան, իմ մոտիկ ծանոթներից կան, նաև Գանայում, որոնք հայտնել են, որ շատ մեծ նեղության մեջ են, սիրելիներս։ Դրա համար աշխարհի տարբեր եզրներում 8 միլիարդ մարդ գոյություն ունի և շատերը նեղության մեջ են, սիրելիներ, որովհետև բոլորը ձգտում են արդար քրտինքով հասնել, բայց հալածվում է այս չար աշխարհում, ստով չեն ուզում ապրեն և դրա պատճառով տանջվում են, սիրելիներ, որոշներով հավատքով են, հալածվում են, տանջամահ են լինում նաև, եթե հասնում է հավատքը դրան, որպեսզի մեր Տիրոջ համար խաչվենք, որովհետև ինքը խաչվել է մեր համար, սիրելիներ, արյունը թափել, որ մենք բոլորս ողջ լինենք և կյանք ունենանք իր հետ հավիտենական։ Թեկուզ և տանջանքով այս կյանքի մեջ, բայց իմանանք, որ մենք տանջվել ենք իմաստով, որ իր հետ ապրենք, սիրելիներ, որովհետև այս կյանքը ընտրություն է, որ մենք ընտրենք կամ դժոխք կամ դրախտ, ընտրությունը կատարված է, մնում է դուք կողմնորոշեք որ ճանապարհով եք եթում, աջ թե ձախ, աջը դեպի լույս, ձախը դեպի դժոխք, սիրելիներ, ընտրեք և կողմնորոշվեք, քանի որ շատ ուշ չէ, սիրում եմ բոլորիդ։